Պատասխանում եմ beauty ոլորտի հետ կապված ձեր տված հարցերին։ Գցեց գնա բեր։ Հիմա խանգարելու ես անդադ։ Ինչպես կարելի է կատարել անթափանց գելակ։ Անթափանց գելակ ընդհանրապես լինում է այն դեպքում, երբ գելակի երանգը շատ բաց է։ Իսկ եթե խոսքը վերաբերում է գելին եւ այն թափանցիկ է ձեզ մոտ, այդ գելին համապատասխան գելակ գցեք մեկ շերտ գելի տակ։ Այդ դեպքում կլինի եւ ամուր եւ մուգ գույնի գելակ։ Բարև ձեզ, ինչպես անթերի գելով հարթեցում անել, որ օդեր չլինեն։ Գելով հարթեցման անթերի կատարման համար պետք է ճիշտ տեխնիկա իմանաք եւ ամենակարևորը որ մաքուր լինի, կատարած լինեք մաքուր մատնահարդարում։ Ինչ աշխատանք ուզում եք արեք։ Գելով հարթեցում, մոդելավորում, պարզապես գելակ, ինչ ուզում եք արեք, մաքուր մատնահարդարումը առաջնային է։ Եթե ունենաք մաքուր մատնահարդարում, աշխատանքը ձեր կլինի իդեալական, բայց դա դեռ բավական չէ։ Շատ տարբերակներ կարող եմ առաջարկել, որոնք խանգարում են մաքուր կատարել աշխատանքը։ Գիտեք որոնք են, բայց մեր եթերը չի բավականացնի մեզ, քանի որ այնքան բան կարող եմ ասել, ինչից կարող է լինել սխալները։ Օրինակ, կարող է փոշուց լինել, փոշին լավ մաքրած չլինեք եղունգի վրայից եւ շարունակեք ձեր աշխատանքը գելով հարթեցում անեք, այդ ժամանակ հաստատ համոզված եղեք, որ ունենալու եք ասլոյկաներ։ Գելը հարթեցման ժամանակ շատ հաստ եք դնում եւ հրում եք կուտիկուլայի